در بخش نخست این عملیات در صبح امروز Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Մերձավոր Արևելքի բոլոր ծովային նավահանգիստների շրջափակման մասին։ Միացյալ Դիմադրության ճակատը սպասում է թշնամուն, հայտարարել է ԻՀՊԿ-ն։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցի շրջափակման մասին։ Թրամփը նշել էր, որ Իրանն արդեն զրկվել է նեղուցով որևէ բիզնես գործունեություն իրականացնելու հնարավորությունից։ Չնայած ԱՄՆ նախագահի ինքնաբուխ հայտարարություններին, Իրանը զգուշացնում է, ցանկացած քայլ, որը կփորձի փակուղի գցել Իսլամական Հանրապետությանը կամ իր վերահսկողության տակ գտնվող տարածքին, կստանա կոշտ պատասխան։ Objective of this draft is obvious. Իրանը փոխհատուցում է պահանջել տարածաշրջանային 5 երկրներից, հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին։ Մենք փոխհատուցում ենք պահանջում տարածաշրջանային 5 երկրներից, այդ թվում Բահրեյնից, Սաուդյան Արաբիայից, Կատարից, Արաբական Միացյալ Էմիրություններից եւ Հորդանանից Իրանի դեմ ԱՄՆ-իսրայելական պատերազմին մասնակցելու համար։ Իրավանի խոսքով այս 5 երկրները իրենց միջազգային անօրինական գործողություններով խախտել են Իսլամական Հանրապետության նկատմամբ միջազգային պարտավորությունները։ Այժմ պատասխանատվություն են կրում դրանք փոխհատուցելու համար։ Իդեպ, Իրանի ներկայացուցիչը շեշտել է, որ խոսքը վերաբերում է թե նյութական, թե բարոյական վնասների փոխհատուցմանը։ מכובדי נשיא המדינה יצחק הרצוג Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հոլոքոստի հիշատակի օրվա իր ելույթում հայտարարել է, թե իրենք, նկատի ունենալով իրեն ու Թրամփին, ջախջախել են Իրանի այսպես ասած հանցավոր ռեժիմը։ Մեջբերում այս երեսպաշտ ռեժիմը ձգտում էր միջուկային պայթյուններ իրականացնել եւ կառուցել տասնյակ հազարավոր մահացու բալիստիկ հրթիռներ, որոնք նախատեսված էին մեզ ոչնչացնելու համար։ Մեջբերման ավարտը։ Իդեպ, մինչ այս Նեթանյահուն պնդում էր, թե իրենց նպատակը Իրանի ժողովրդին մահապատժից եւ Խամենեիի դաժանությունից փրկելն է, իսկ հիմա խոսում իր ու իր ժողովրդի պաշտպանության մասին։ Հատկանշական է նաև, որ ճակերտավոր խաղաղության ձգտող Նեթանյահուն արդարացրել էր ամիսներ առաջ Իրանում դպրոցների վրա հարձակումը, որի հետևանքով զոհվել էր ավելի քան 168 երեխա։ Իսրայելի վարչապետը նաև իր գրպանն է դրել տարիներ շարունակ Պաղեստինի դեմ հակամարտության ընթացքում տասնյակ երեխաների սպանությունը։ Նեթանյահուն հավելել է, թե թույլ չեն տա Իրանին ստեղծել միջուկային զենք, նաև խոստացել, որ երկրորդ հոլոքոստ չի լինի։ Միջազգային միջնորդները նոր ջանքեր են գործադրում ԱՄՆ-ի եւ Իրանի միջև երկխոսությունը վերականգնելու ուղղությամբ, հայտնել է Axios պարբերականը։ Պակիստանը, Եգիպտոսը եւ Թուրքիան փորձում են համոզել կողմերին անցկացնել բանակցությունների նոր փուլ մինչև գործող հրադադարի ժամկետի ավարտը՝ ապրիլի 21-ը։ Աղբյուրների համաձայն միջնորդ երկրները մոտորերս կկապվեն Վաշինգտոնի եւ Թեհրանի հետ, նպատակ ունենալով մեղմել տարածայնությունները եւ կանխել իրավիճակի հետագա սրումը։ Չնայած վերջին շրջանի դժվարություններին նշվում է, որ բանակցային գործընթացը դեռևս փակուղում չէ եւ երկխոսության հնարավորությունը շարունակում է պահպանվել։ Իսլամաբադում բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ն Իրանին առաջարկել է 20 տարվա մորատորիում ուրանի հարստացման շուրջ, փոխանցում է Axios-ը։ Այսինքն Իրանը պետք է պաշտոնապես պարտավորվի 20 տարի շարունակ չհարստացնել ուրան կամ չիրականացնել դրա հետ կապված որոշակի գործողություններ։ Աղբյուրի տվյալներով իրանական կողմը պատասխանել է ավելի կարճ, միանիշ թվով ժամկետի առաջարկով։ Հիմնական խոչընդոտը եղել է անհամաձայնությունը, թե արդյոք Իրանը կհամաձայնի չհարստացնել ուրանը եւ հրաժարվել արդեն առկա պաշարներից, ինչը խանգարել է համաձայնության կնքմանը։ Լիբանանյան Հեզբոլլահ զինյալ խմբավորումը չի ենթարկվի որևէ համաձայնագրի, որը կարող է բխել ԱՄՆ-ում ընթացող Լիբանան-Իսրայել ուղիղ բանակցություններից։ Այս մասին հայտարարել է խմբավորման քաղաքական խորհրդի բարձրաստիճան անդամ Վաֆիկ Սաֆան, կոչ անելով երկրի կառավարությանը չեղարկել Վաշինգտոնում սպասվող բանակցությունները։ Ինչ վերաբերում է Լիբանանի եւ թշնամու միջև այս բանակցությունների արդյունքներին, մենք բոլորովին հետաքրքրված կամ մտահոգված չենք դրանցով։ Associated Press-ին տված հարցազրույցում ասել է Սաֆան. «Մենք կաշկանդված չենք նրանով, ինչի շուրջ կողմերը կհամաձայնվեն», հավելել է նա։ Մինչդեռ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ նպատակը Հեզբոլլահի զինաթափումն է եւ Լիբանանի ու Իսրայելի միջև հնարավոր խաղաղության համաձայնագրի կնքումը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Վատիկանի գահակալ Լեո 14-րդ պապը հայտնվել են դիվանագիտական աննախադեպ հակամարտության կենտրոնում Իրանի դեմ պատերազմի եւ միջուկային սպառազինության հարցում ունեցած տարաձայնություններով պայմանավորված։ Լեո 14-րդը, որը պատմության մեջ առաջին ամերիկացի պապն է, հակադարձել է Սպիտակ տան ղեկավարի քննադատությանը, հայտարարելով, որ չի վախենում Թրամփի վարչակազմից եւ կշարունակի քարոզել խաղաղության ավետարանական պատգամը։ Պապը ընդգծել է, որ ինքը քաղաքական գործիչ չէ եւ հարցերին չի նայում նույն դիտանկյունից, ինչը նախագահը։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփը քննադատել է Լեո 14-րդին, նրան անվանելով թույլ հանցավորության դեմ պայքարում եւ ձախողված արտաքին քաղաքականության մեջ։ Նախագահը պնդել էր, որ պապը իր պաշտոնին է հասել միայն իր շնորհիվ եւ ամերիկացի լինելու պատճառով, հորդորելով նրան դադարել հաճանալ ռադիկալ ձախերին եւ զբաղվել բացառապես հոգեվոր առաջնորդությամբ։ Իրանի նախագահ Մազուդ Փեզեշքյանը եւս միացել է քննարկումներին, իր աջակցությունը հայտնելով քահանայապետին։ Նա գրել է, որ Իրանի մեծ ազգի անունից դատապարտում է պապին ուղղված վիրավորանքը եւ հայտարարում, որ Հիսուսի խաղաղության եւ եղբայրության մարգարեի պղծումը անընդունելի է ցանկացած ազատ մարդու համար։ Փեզեշքյանը պապին փառք է մաղթել Ալլահի կողմից։ Միանշանակ ընդդիմությանն են պաշտպանելու այդ փաստը, միանշանակ։ Չարը խափանվի, բարին կատարվի։ Այս խոսքերն ասելով դատական նիստերի դալիճը լքեց Գյումրու կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Նրա գործի քննության շրջանակներում այսօր հակակոռուպցիոն դատարանում հարցաքննվել է եւս մեկ վկա։ Նիստի ավարտին Ղուկասյանի պաշտպանները միջնորդել են դատարանին վերջինիս խափանման միջոց կալանքը փոխել գրավով։ Հիմքը քաղաքապետի առողջական վիճակում դրական որևէ փոփոխության բացակայությունն է։ Վճիռը կհրապարակվի մեկ շաբաթից հաջորդ դատական նիստի ընթացքում։ Սուրբ Աննա եկեղեցու միջադեպով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանը Նայրի բժշկական կենտրոնից տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին Facebook-յան գրառմամբ հայտնել է պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը։ Պաշտպաններից Վարդուհի Էլբակյանն էլ Newsem-ի հետ զրույցում հայտնել է, որ Դավիթ Մինասյանին քրեակատարողական հիմնարկ են տեղափոխել անվասայլակով, վերջինս ծանր վիճակում է։ Էլբակյանը նաև հավելել է, որ իրենք չգիտեն, թե որ քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել Դավիթ Մինասյանը։ Նա մի քանի օր է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում էր։ Այսօր էլ նրա խափանման միջոցը փոխելու պահանջով մի խումբ կանայք նստացույց են սկսել գլխավոր դատախազության շենքի առջև։ Ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է դրել կառավարության որոշման փոփոխությունների նախագիծ, որի նպատակն է պարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացը ավելի ճկուն եւ արդար դարձնելը, հայտնել է ներքին գործերի նախարարությունը։ Այսուհետ մեր քաղաքացիների համար տեսական քննությունը հաջողությամբ հանձնելուց հետո գործնական քննությանը մասնակցելու համար սահմանված առավելագույն ժամկետը 1 տարվա փոխարեն կդառնա 2 տարի։ Սա հնարավորություն կտա ավելի շատ ժամանակ տրամադրել գործնական քննությանը պատրաստվելուն, ինչպես նաեւ կմեղմացնի ժամկետային սահմանափակումների խնդիրը։ Նոր կարգով կփոխվի նաև տեսական քննության բովանդակությունը, թեստերում ընդգրկվելու են միայն այն կարգին կամ ենթակարգին վերաբերելի հարցերը, որի համար քաղաքացին հանձնում է քննությունը։ Ըստ նախարարության այս փոփոխությունները թույլ կտան վարորդական քննությունը դարձնել ավելի նպատակային։